Ես խոսելու եմ մի թեմայից, որը շատ կարևոր եմ համարում, մանավանդ երբ որ այս պահին, որ մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ, Լևոն Զուրաբյանը իր ելույթի սկզբում ճիշտ այն մուտքով սկսեց, ինչով ես եմ հիմա սկսելու, դա իրարից անկախ ստացվել իհարկե։ Ուրեմն իսկապես տարիներ շարունակ եւ անցյալում եւ ներկայում մեզ հաճախ բարեկամաբար իհարկե մեր կողմնակիցները, մեր համակիցները հաճախ քննադատել են այն բանի համար, որ մենք առաջին պլան ենք բերում, առաջին պլան ենք մղում բարդ հասարակ մարդկանց համար մի քիչ բարդ ընկալելի հարցեր, խնդիրներ խորհուրդ են տալիս նույնիսկ մի փոքր դոզայով պոպուլիզմ մտցնել մեր խոսքի մեջ։ Այդ բարի քննադատությանը մենք ունենք միշտ հետևյալ պատասխանը։ Ինչու ենք մենք այդպես վարվում։ Իսկ որն է քաղաքական ուժի առաքելությունը։ Ինչի համար է ընդհանրապես ստեղծված քաղաքական ուժը։ Առանձին անհատներ, քաղաքական գործիչներ, որն է իրանց առաքելությունը։ Երբ որ միավորվում են կուսակցություն են ձևավորում, որն է այդ կուսակցության առաքելությունը։ Մենք համարում ենք, մենք խորապես համոզված ենք, որ քաղաքական ուժի առաքելությունը ճիշտ գնահատել առկա իրավիճակը, գնահատել հնարավոր զարգացումները, վերհանել պետության եւ հասարակության կյանքի առջև կանգնած ամենակարևոր գլխավոր խնդիրները, ուսումնասիրել դրանք եւ առաջարկել դրանց լուծման ռազմավարական ուղիներ։ Քաղաքական ուժը այլ առաքելություն պարզապես չի կարող ունենալ։ Ընդ որում կան նաեւ քաղաքական սկզբունքներ, որոնք մեզ համար շատ թանկ են եւ ուղեկցել են մեզ մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում։ Այդ ճանապարհին քաղաքական գործունեության մեջ երբեք դուրք չտալ հասարակական կարծիքին, չհաճոյանալ, ոչ թե առաջնորդվել հասարակական կարծիքով, այլ առաջնորդել քո ծրագրերով, քո առաջարկներով, առաջնորդել հասարակությունը։ Ասել միայն ճշմարտությունը, երբեք չխաբել եւ մոլորության մեջ չգցել ժողովրդին։ Գործել գերագույն պատասխանատվությամբ, քո վրա վերցնելով բոլոր հարվածները։ Սա քաղաքական ուժի իրականում միակ առաքելությունն ու միակ գործելաձևն է, գործելաոճն է, որը ընդունելի պետք է լինի։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք ոչ թե քաղաքական ուժի հետ, այլ իշխանատենչների մի խմբակի հետ։ Բժշկի ուսուցչի, շինարարի սխալները, հնարավոր սխալները կարող են մի քանի հազար մարդու ճակատագրի հետ խաղալ։ Քաղաքական ուժի սխալները կարող են ծանր հետևանքներ ունենալ ամբողջ ժողովրդի, ամբողջ ազգի համար։ Հետևաբար քաղաքական ուժը սխալվելու իրավունք չունի։ Նա իր բոլոր գործողությունները պետք է մանրակրկիտ հաշվարկի, նա պետք է առաջարկի խելամիտ լուծումներ, պետք է առաջարկի իրատեսական ծրագրեր, երբեք չպետք է տրվի հույզերին, երբեք չպետք է զբաղվի պոպուլիզմով։ Ինչու մենք չենք զբաղվում պոպուլիզմով։ Կարծում եք դժվար բան է։ Դա բոլորովին դժվար բան չի։ Դրա համար պետք չի հատուկ կրթություն, մեր կրթությունն էլ ներում, ընտրական տեխնոլոգիաներին էլ ենք տիրապետում, հասարակական կարծիքի վրա ազդելու տեխնոլոգիաներին էլ ենք տիրապետում, բայց մենք դա չենք անում երբեք։ Ինչու չենք անում։ Որովհետև համարում ենք, որ պոպուլիզմով զբաղվելու համար պետք է ընդամենը մի բան, խելք պետք չի, պետք է չունենալ ամոթի զգացում եւ պետք է խորապես արհամարել քո սեփական հարազատ ժողովրդին։
38 տարի մենք առաջնորդվել ենք այս քաղաքական սկզբունքներով։ Դրա ամենավառ վկայությունը բոլորդ հիշում եք երկու իրադարձություն է, որոնք տեղի են ունեցել 97-98 թվականներին եւ 2017 թվականի ազգային ժողովի ընտրություններում։ Երկու դեպքում էլ մեր քաղաքական ուժը, մի դեպքում որպես իշխանություն, մյուս դեպքում արդեն որպես ընդդիմություն, իր վրա վերցրել է օրակարգի գլխավոր հարցը՝ խաղաղության խնդիրը։ Երկու դեպքում էլ մենք պարտվել ենք, ցավոք սրտի։ Երկու դեպքում էլ պատմությունը ցույց է տվել, որ մենք ճիշտ էինք։ Մեր առաջարկած լուծումները, մեր առաջարկած ծրագիրը ոչ միայն իրատեսական էր, այլ միակ ճշմարիտն էր այդ իրավիճակում։ Երբ որ իշխանություն էինք եւ գնում էինք խաղաղության ծրագրով, հրաշալի հասկանում էինք առաջին նախագահը եւ իր ամբողջ թիմը հրաշալի հասկանում էր, որ սա կարող է ավարտվել իշխանությունը հանձնելով, որովհետեւ դու կանգնելու ես մի հսկայական հոգեբանական պատնեշի առջև մի կողմից, մյուս կողմից բազմաթիվ խմբերի ու խմբակների շահերի հետ գործ ունեիր։ Դու բախվելու ես այդ ծանր պատին։ Ընդ որում դրա մեջ էին ամբողջ ընդդիմությունը, դրա մեջ էր ամբողջ այսպես կոչված ճակերտավոր էլիտան ազգային, մտավորական էլիտան, հասարակության միահագին մաս, Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր հաղթած բանակի սպաները, նրանց մի մեծ մաս։ Հասկանալի էր, որ դա այդ խնդիրը շատ բարդ է լինելու լուծել, բայց այդ ուժը իրավունք չուներ չգնալու այդ ճանապարհով։ Հակառակ դեպքում կդավաճաներ սեփական երկրին եւ սեփական ժողովրդին։ Նույնը եղավ 17-ին։ Այս կուսակցությունը, մեր կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը իր վրա վերցրեց մի խնդիր, որը այդ խնդիրը պետք է իր վրա վերցներ իշխանությունը։ Իշխանությունն էր պարտավոր ժողովրդին ցույց տալ ճիշտ ճանապարհը, ահազանգ հնչեցնել, տագնապ հնչեցնել, կազմակերպել ժողովրդին, ոգևորել ժողովրդին, հասկացնել ժողովրդին։ Իշխանությունը վախեցավ դա անել։ Այդ գործը վերցրեց ընդդիմությունը։ Կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը դաշինքով մնացին միայնակ այս բոլոր հարվածների դեմ։ Հարվածները տեղացին աչից, ձախից, դիմացից, թիկունքից, ամեն կողմից։ Մենք ի վերջո էլի պարտվեցինք, ցավոք սրտի։ Բայց դա չի նշանակում, որ դու պետք է փոխես քո սկզբունքները, փոխես քո մոտեցումները, փոխես քո ծրագրերը, ամենևին։ Քաղաքական ուժը գնում է իսկական, իրական քաղաքական ուժը պետք է առաջնորդվի հենց դրանով, սկզբից մինչև վերջ։ Մենք միշտ ստեղծման օրվանից 88 թվից ՀՇ-ն, Հայ ազգային կոնգրեսը, միշտ ապավինել ենք միայն ժողովրդի գիտակցության, ժողովրդի բարոյական արժեքների, մշակութային արժեքների վրա, երբեք չենք խաղացել ժողովրդի հույզերի հետ, երբեք չենք խաբել եւ երբեք կեղծավոր չենք եղել։ Հիմա մենք անում ենք նույնը եւ այս առաջիկա մեկ ամիսը նույնպես նվիրված է լինելու մեր կողմից այդ խնդրի լուծմանը։ Մենք ինչպես տեսակ բարձրացնում ենք գլխավոր ռազմավարական խնդիրները մեր պետության եւ մեր ժողովրդի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող։ Մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով եւ մեզ, եթե ուզում են գնահատել մեր ընտրողները, հենց այդ սկզբունքից ելնելով պետք է գնահատեն։ Շնորհակալություն բոլորիս ցանկանում եմ բարի երթ եւ հաջողություն հաղթանակ այս ընտրություններում, որը կլինի նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի հաղթանակը։